ձեզ է առնչվում, որովհետև ինչ-որ փուլում քաղաքական այսպես հետապնդումները, նույնիսկ կալանավորված էիք, ինչ սպասել, ինչպիսի հանգուցալուծում սպասել, եթե օրինակ իշխանությունների բազմաթիվ այսպես իրավունքների ոտնահարման փորձերը եւ ոտնահարումը չի արժանանում պատշաճ գնահատականի նաեւ միջազգային հանրության կողմից։ Բարև ձեզ, ներողություն եմ խնդրում մարդու իրավունքների օր, նաեւ որոշ ժամանակ առաջ մենք այսօրը Արցախում նշում էինք որպես Արցախի սահմանադրության ընդունման օր։ Բոլոր արցախցիներին առիթից ելնելով շնորհավոր եմ, որովհետև Արցախը մեր համար, Արցախի սահմանադրությունը միշտ կա որպես արցախցի, ինչ մնում է մարդու իրավունքներին, այսօրը մարդու իրավունքների օր անվանել Հայաստանի Հանրապետությունում, որը ես այն պատին արդեն գրել եմ, դարձել է մեծ բանտ բաց երկնքի տակ, չգիտեմ, սխալ եմ համարում, կարելի է այսօրվա անունը փոխել, ասել այս բանտի ներկաների օր, բանտարկյալների օր, որտեղ եղել է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ մի ժամանակահատված, որտեղ բանտերը լցված են եղել քաղբանտարկյալներով, ծանր մեղադրանքներում ավելի քիչ մեղադրվող կամ մեղադրյալ կամ հանցագործները ավելի քիչ են բանտերում եղել, քան քաղբանտարկյալները, քաղաքական թեմաներով հալածվածները եւ քաղաքական թեմաներով բանտում հայտնված անձինք, որոնցից մեկն էլ ես եմ եղել, դուք բոլոր քաջատեղյակ եք, որ պարզապես ջուր գործ է եղել, ոնց որ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի եւ շատ ու շատերինը Facebook-յան գրառման համար, չգիտեմ, հանրային խոսքի համար, այսօր Հայաստանի Հանրապետությունում, երբ որ ասում են այդ ամենաշատը, որ գոռացել են ժողովրդավարության մասին, այս սրանք են, Նիկոլներն ու Նիկոլուհիները, նրա կողքը կողու կշտի մարդիկ են, որ օй ժողովրդավարություն աղաղակել են, գոռացել են, հանկարծ մի բան է եղել փողոցում, վազել են, ժողովրդավարության նորմերը խախտվում են, բա ուր է ձեր ժողովրդավարությունը, այսօր Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն գոյություն ունի, այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացու խոսքը սահմանափակված է, Հայաստանի ցանկացած Հանրապետության ցանկացած քաղաքացու խոսք պետք է լինի Նիկոլի սրտին համապատասխան, նիկոլիզմի սրտին համապատասխան, եթե խախտվում են այդ նորմերը, եթե խախտվում են ու Նիկոլին եւ Նիկոլի սրտի համապատասխան խոսքեր չես ասում, ապա գնում ես բանտ, կամ սպանվում ես, կամ գնում ես բանտ եւ ավելի վատագույնը կա, կամ բանտում սպանում են քեզ։ Իսկ ինչու են հենց ժողովրդավարությունից այդքան խոսացած իշխանությունները խախտում ժողովրդավարության նորմերը։ Որովհետև հենց իրենք ամենաշատն են վախենում ժողովրդավարությունից, որովհետև հենց իրենք դա օգտագործելով, աղաղակելով հասել են իշխանազավթում են կատարել, զավթել են Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը եւ նրանք լավ գիտեն դրա արգասիքները եւ ամենաշատը դրանից են վախենում, որ հանկարծ հանրային արժանի խոսք ունեցող մարդիկ, ում որ հանրությունը լսում է, արժեք է տալիս նրանց խոսքերին, որոշակի արժեք է ունենում լայն մասշտաբներում, նրանց խոսքը անպայման սահմանափակվում է, նրանք ինչպես այս տղաները, ինչպես ես, ինչպես եւ շատ քաղբանտարկյալներ, Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան եւ շատ ու շատ մարդիկ, ես, Լինդիա Մանթաշյան, սրբազանները, 4 սրբազան ունենք այսօր բանտերում, ովքեր հանդգնել են, ասել, որ Նիկոլի վարած քաղաքականությունը ի վնաս Հայաստանի Հանրապետության է, ովքեր հանդգնել են ընդամենը դա ասել, ովքեր հանդգնել են ասել, որ մենք ուզում ենք պետություն ունենալ, ովքեր հանդգնում են ասել, որ մենք ուզում ենք հայրենիք ունենալ, մենք ուզում ենք ապրել արժանապատիվ հայի պես, այն նրանք հայտնվում են բանտում, որևէ այլ բան գոյություն չունի։ Շնորհակալ եմ։ Հայտարարություններ